քանի հանձնաժողով է միջև քանի հանձնաժողովի տեխնատուների հարց է միջև այս փուլը քննարկվել Ենթադրում եմ հստակ տեղեկություն չունեմ, բայց մոտավորապես մի 4 հանձնաժողով արդեն քննարկվել։ Ձեր հանձնաժողովը, որի համար դուք առաջադրվել էիք, քննարկվել է, ընտրությունը տեղի ունեցավ։ Ձեզ ընտրեցին, ով ընտրվեց։ Այո, ընտրվեցի ես որպես տեխնատու, իհարկե ազգային ժողովը դեռ պիտի ընտրի, եւ հանձնաժողովի նախագահի տեխնատուն դուք եք արդեն ընտրված։ Իսկ բոլորը հարցեր են տալիս, այսինքն քվարչությունը ինչպես է քննարկվում։ Ինչպես միշտ մեր ընտրությունները անցնում են բավականին թեժ, բավականին եւ նաեւ ժողովրդավար, այսինքն անկանխատեսելի են դրանք լինում, որովհետեւ այնուամենայնիվ դու պիտի պատրաստված լինես որոշակի մասով բոլորի հարցերին պատասխանես եւ դա է որոշում ընթացքը, այսինքն նախապես որոշումներ հիմնականում չի Տիկին Բադալյան, որովհետեւ հանցանցության հետ կապված քաղաքական չէ, բացառապես համենայն դեպս առողջապահության, ընդ որում ես միշտ ասել եմ առողջապահությունը ինքը տարբերվում է մյուս հանձնաժողովներից, որտեղ սպეციფიկ է։ Այնտեղ մասնագիտական կրթություն է պետք, մասնագիտական փորձ է պետք։ Ես իհարկե սա չի նշանակում, որ ես ունեմ փորձը եւ գիտելիքը բնավ, զուտ համեմատության եւ ունեմ կրթություն եւ փորձը 7 տարվա անընդհատ աշխատանքի որոշակիորեն համեմատության կարգով իհարկե կա, բայց քանի որ ինքը ոլորտը սպეციფიկ ոլորտ է, ունի իր ուրույն բառապաշար, ուրույն մտածելակերպ, ուրույն մոտեցումները տարբերվում են մյուս ոլորտներից։ Բնականաբար այդ ուղղությամբ են հարցերը։ Մյուս հանձնաժողովը, որոնք արդեն քննարկվել է, ասեք նախագահներ, տեխնատուներ ովքեր են ընտրվել։ Անկեղծ ասած չեմ կարող ասել, որովհետեւ տեղեկություն չունեմ, բայց կարծում եմ, որ բոլորներ արդեն ճանապարհին է։ Տիկին Բադալյան, մի անգամ դուք հրաժարվեցիք դառնալ առողջապահության հանձնաժողովի նախագահ։ Ինչն է պատճառը, որ այն ժամանակ հրաժարվեցիք, հիմա արդեն Ես հիմա էլ չի առաջադրվի, եթե մեր խմբակցությունում արդեն ձևավորվող խմբակցությունը որևէ բժիշկ կամ ուժ աշխատող ես կարծում եմ, որ արդար չէ այդ ոլորտի ղեկավարման, հա ինչ որ ոլորտի մի մասի գոնե օրենսդրական մասի ղեկավարման ժամանակ մրցակցության մեջ մտնել բժշկի կամ բուժաշխատողի հետ, ովքեր ունեն տարիների փորձ, ովքեր արդեն թրծված են այդ ոլորտում, այդ իմաստ չեմ գտել երբևէ, քանի որ մենք միշտ ունեցել ենք, հա, ոլորտից ներկայացուցիչներ ցուցակում ազգային ժողովում, այսօր ցավոք, շատ խորը ցավով եմ ասում, այսօր չկա ոլորտի։ Վանիկ Օհանյան բժշկական Վանիկ Օհանյանը խմբակցությունում է սպանել չկա։ Տիկին Բադալյան, նախորդ անգամ չուզեցաք մրցակցության մեջ մտնել Արփսինե Նանյանի հետ։ Ընդհանրապես չեմ առաջադրվել, ես չեմ մտածել։ Նկատիները որովհետև սա ինձ համար սկզբունքային հարց է, որ առողջապահության հանձնաժողովի ղեկավար կազմում պիտի անպայման լինի բժիշկ կամ բուժաշխատող։ Մարդ, որը ներսում է, որ նախորդ անգամ ինքը կար դրա համար մտքովս չեմ ցել։ Այս անգամ էլ պարզապես որտեղ ես հասկացա, որ թերևս այդ 7 տարվա, հա 19 թվականից ես հանձնաժողովում եմ, ակտիվ անդամ եմ հանձնաժողովի, ես ընթացքում հասցրել եմ եւ կրթություն ստանալ եւ միևնույն ժամանակ մի քանի տարի եղել եմ նախագահի տեղակալ եւ շատ անպատասխանատու մոտեցում կլինի։ Ինչպես եք աշխատելու Անահիտ Ավանեսյանի հետ, նախարարի հետ հաշտ աշխատելու եք, որտեղ ինքը վերանշանակվելու է եւ կարծես թե տեղեկություն կար, որ կոնֆլիկտային կոնֆլիկտային իրավիճակի երբեք չի եղել։ Մենք եթե ունեցել ենք որոշակի անհամաձայնություններ, անավեճեր կամ անհամաձայնություններ, դրանք եղել են իհարկե ոլորտի քաղաքականության մշակման կամ, բայց ես կարծում եմ, որ միևնույն է այդ բանավեճերը շատ օգտակար են, որովհետեւ բանավեճերի արդյունքում է, որ նոր մտքեր են ծնվում եւ ի վերջո դու որպես ազգային ժողովի պատգամավոր հավաքագրում ես ժողովրդի քեզ է դիմում եւ դու ոչ մասնագիտական, այլ ժողովրդի մտահոգությունն ես փոխանցում եւ այո միշտ կարող է ինչ որ այսպես անհարթ իրավիճակ ստեղծվել, բայց ես կարծում եմ, որ ամենակարևոր եւ ամենաբարդ խնդիրը մենք իրականացրել ենք եւ դա առողջության ապահովագրությունն է, որի վրա դեռ աշխատելու, լավարկելու, դեռ կատարելագործելու բավականին շատ աշխատանք։ Քանի րոպե է տևում ելույթները, Տիկին Բադալյան, այս տեխնիկական հարցը։ Ելույթները բավականին կարճ են եւ հետո գալիս է հարց ու պատասխանի մոտավորապես 3 րոպե։ Իսկ հարց ու պատասխանը այդա չեմ կարող ասել։ Տիկին Բադալյան, ընդհանուր առմամբ մի տեխնատուի ներկայացման հարցերով ելույթներով ինչքան է տևում։ Նայած, տեսեք, հանձնաժողովներ կան, որտեղ շատ երկար է տևում, հանձնաժողովներ կան, որտեղ կամ տեխնատուներն են քիչ կամ շատ ավելի պարզ է, հա, ընդհանրության արդյունքը մրցակցությունը այդքան մեծ չէ, շատ ավելի կարճ է։